Արևմտյան երկրներն այժմ բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվրոպական երկրները դեռ չեն հասել այն կետին, որ իրենց տարածքից Ռուսաստանի ուղղությամբ որևէ բան արձակեն։ Նրանք հասկանում են, որ պատասխան հարված կլինի։ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները Բելարուսն ու Միութենական պետությունը պաշտպանելու համար։ Այս հայտարարությունն էլ արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մենք պատրաստ ենք ձեռնարկել պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները մեր դաշնակցի եւ իհարկե Միութենական պետության անվտանգությունն ապահովելու համար, ասել է նա, հավելելով. Բելարուսին փորձում են ներքաշել հակամարտության մեջ, ընդլայնելով ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Իրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը։ Հիշեցնենք, փետրվարի 28-ին սկսված պատերազմի հետևանքով փակվել էր Իրանի ամբողջ օդային տարածքը, որը հարձակումներով պայմանավորված երբեմն բացվել ու կրկին փակվել է։ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը, սակայն օրական միայն սահմանափակ թվով նավերի է թույլատրվում անցնել, հայտնում է Ֆարս գործակալությունը։ Միայն մեկ օրում Հորմուզի նեղուցով 19 միլիոն բարել նավթ է հոսել, ինչը բոլոր ժամանակների համար ռեկորդ է։ Նավթի գներն անկում են ապրում եւ աշխարհը շատ ավելի անվտանգ է դարձել, գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Լիբանանը գտնվում է Իրանի օկուպացիայի տակ, նման հայտարարություն է արել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։ Լիբանանի ինքնիշխանությունը ոտնահարում են Հեզբոլլահն ու Իրանը, ոչ թե Իսրայելը, ասել է նա։ Եվրոպայում աննախադեպ շոկ եղանակ է, Ֆրանսիայում զովանալու փորձը փորձանք է դարձել։ Գետերում, լճերում եւ ջրային այլ տարածքներում վերջին օրերին խեղդվել է առնվազն 40 մարդ։ Եվրոպայում աննախադեպ շոկ եղանակն ազդել է նաև գնացքով երթևեկության վրա։ Եվրոստարը հայտարարել է, որ կրճատում է ուղևորությունների թիվը։ Չի իրականացվի օրական 2 ուղևորություն։ Ավստրալիայի 58-ամյա բնակիչ Ջոզեֆ Մկգրելբեյթափն ամենաբարձր բղավոցի համար դարձել է Գինեսի ռեկորդագիր։ Անցյալ շաբաթ Գինեսի ռեկորդների գիրքը հաստատել է, որ տղամարդը գրանցել է երբևէ մարդու կողմից արձանագրված ամենաբարձր բղավոցը։ Նա բղավել է հիմա բառը 122.4 դեցիբել ուժգնությամբ։ Welcome to Canberra! Եվ վերջում, երբ խոսքը վերաբերում է սպորտին, քաղաքականությունը հետին պլան է մղվում։ Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են Շվեյցարիա բանակցությունների մեկնած Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ իրանական պատվիրակության այլ անդամներ ուղիղ եթերում դիտում աշխարհի առաջնության Իրան-Բելգիա հանդիպումը։ Նշենք, որ խաղն ավարտվել է ոչ ոքի 0-0 հաշվով։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։